Բարև ձեզ, ողջունում եմ բոլորիդ։ Այսօր հրավիրել ենք մենք, որ ներկայացնենք մեզ հասանելի ադրբեջանական մի փաստաթղթի մասին տվյալ եւ ձեզ կներկայացնենք այդ փաստաթուղթը, նաեւ կներկայացնենք թե ինչ կա այդ փաստաթղթում։ Պրոցեսը վերաբերվում է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքի վերադարձի կոնցեպտին։ Ինչ է իր մեջ ներառում։ Ադրբեջանցիները մշակում են ծրագիր, մշակել են կոնցեպտ, թե ինչպես են վերադառնալու եւ ինչ իրավունքներ են ունենալու։ Թույլ տվեք բաժանեմ, ըստ դրա նաեւ հարցերին պատասխանեմ։ Բայց ինչու դրանից հայերեն։ Որ ադրբեջանցիները իրենց գրածն է, հայերեն չեն գրել։ Այո, այո։ Բոլոր կոնցեպտը, որի համար ուզում են գազետան։ Տեսեք, վերջի հիմնական շարժը այս ուղղությամբ սկսվել է 2023 թվականին։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարը համակարգող է նշանակվել այս process-ի եւ գրեթե ամեն տարի անցկացնում է միջոցառումներ վերադարձի ձևաչափով։ Բայց վերջի ժամանակաշրջանը, վերջի 4 ամիսը ամենաակտիվ ժամանակաշրջանն է դրա համար, որովհետեւ մի շարք հայտարարություններ են արվել ամենաբարձր մակարդակով աջակցող։ Առաջի հայտարարությունը ամեն ինչ սկսվեց Ադրբեջանի նախագահի հայտարարությունից, գիտնականների հետ, գիտությունների ակադեմիայի հետ հանդիպման ժամանակ։ Ադրբեջանի Վերադարձի հետ կապված, որ խաղաղությունից հետո մենք պետք է վերադառնանք այնտեղ։ Երկրորդը դրանից հետո սկսվեց կրոնական առաջնորդների հայտարարությունները, Փաշազադեի տեղակալի հայտարարությունը մզկիթների վերականգնման հետ կապված։ Իսկ դրանից հետո արդեն մասսայական սկսեցին միջոցառումներ, անգամ անցած տարի եղել է Բրյուսելում։ Այս ինչ ներկայացրեցի, սակայն վերջի հայտարարությունը 2-3 ամսվա են, բայց անցած տարի անգամ Բրյուսելում վերադարձի մասին համագումար էին արել եւ ներկայացրել են եվրոպական հանրությանը, թե ինչու են իրենց պետք վերադարձ եւ այլն։ Այս դրությամբ Ադրբեջանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները մենք տեսնում ենք, որ շեղվել է այս ուղղությամբ։ Սյունիքի ճանապարհ ստանալուց հետո նրանք կենտրոնացել են ուժերը վերադարձի իրենց կարծիքով վերադարձի գաղափարի վրա եւ ամենահատկանշական ու ցավալին այս պատմության մեջ մի բան է, որ ընտրություններից 11 օր հետո դրված է մեծ ֆորում ադրբեջանցիների վերադարձը, իսկ համայնքը գիտեք ուր։ Մեղրից 10 կիլոմետր հեռավորության վրա, Մեղրի ամենամոտ համայնքում Օրդուբադում, Նախիջևանում։ Ինչ է սա նշանակում։ Կան հարյուրավոր արդեն փաստեր, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական մոտիվը Սյունիքի ճանապարհը իրենց համար բացելուց հետո նրանք գնում են մյուս ճանապարհին, արդեն մյուս քայլն են առաջնահերթ համարում վերադարձի քայլը։ Եվ այս կոնցեպցիայի մեջ շատ տարօրինակ մի քանի բաներ կա։ Առաջինը ուժային կառույցների իրենց համար առանձին ուժային կառույցներ ունենալու գաղափարն է, այսինքն նրանք երկարաժամկետ ծրագիր ունեն, որ իրենց կարծիքով վերադարձող ադրբեջանցիները, իսկ մեր կարծիքով այն մարդիկ, ում ուզում են Հայաստան ուղղակի ուղարկեն, եւ ճշմարտությունը դա է, պետք է ունենան անվտանգային ուժեր։ Այո, եւ մեր ամբողջ սահմանադրությունը պետք է հասանելի լինի լեզուներով ադրբեջաներեն եւ ադրբեջաներեն լեզվի իմացությունը պետք է լինի հասանելի իրենց համար ուսուցումնել։ Մի հատկանշական բան կա կոնցեպցիայի մեջ, եթե ժամանակ ունենաք, խնդրում եմ էլի նայեք, սա իրենց օֆիցիալ կայքերից, օֆիցիալ մի քանի տեղեկատվական պորտալներից ստացած տեղեկատվություն է, որը Միլի Մեջլիսում իրենց ազգային ժողովում քննարկված եւ ՄԱԿ ներկայացված ծրագիր է։ ՄԱԿ ներկայացված ծրագիր է։ Այսինքն երկու հոգի չեն հավաքվել, սա իրար մեջ որոշվել, ներկայացրել են ՄԱԿ, ներկայացրել են Բրյուսելում, Միլի Մեջլիսում ներկայացրել են ազգային ժողովում, համակարգում է, ֆինանսավորում է անձամբ
նախագահի աշխատակազմի ղեկավարը Ադրբեջանի։ Հայկական գյուղեր վերադարձ իրենց մոտ ոչ միայն ծրագիր է ուղղակի ապագայի համար, այլ նաև պլանավորված քայլերով հաջորդական իրականացում է ու մի քանի հատկանշական բան։ Այստեղ կոնցեպցիայի մեջ գրված է, որ վերադարձը պետք է լինի ոչ թե բոլոր համայնքներ, այլ այն համայնքները, որտեղ իրենց կարծիքով իրենք ապրել են։ Առաջնայինը իրենց տերմինոլոգիայով եմ ասում, Զանգեզուրի տարածաշրջան, իրենց տերմինոլոգիայով մեր Վարդենիսի տարածաշրջան, Մասիսի տարածաշրջան, այն տարածաշրջանները ու ասում են, որ նաև կոնցեպցիայում, որ եթե թույլ չտրվի նույն բնակչության թվականական իրենց հետնորդների այնտեղ վերադարձ, դա կհամարվի ռասիզմ։ Այն ազգն է սա ասում, այն պետությունը, այսինքն Երևանի սկիզբը համարվող այն փոքրիկ հատված Արվարձանը, Գավիթը եւ Խորվիրապ գյուղը, որ իրենք նախկինում Քուչուկ Բեդի են անվանել։ Հա, դրա մասին տվյալ կոնցեպցիայի մեջ կա ամենայն հավանականությամբ ինչ որ բնակչություն ունեցել են, եթե այդ տվյալներով, բայց կոնցեպցիայի մեջ հենց գրված է, որ այն համայնքները, որտեղ իրենց կարծիքով իրենք բնակվել են, Խորվիրապի տարածաշրջանի մասին խորանանք, ուսումնասիրենք։ Մենք ուզում ենք մեր հայրենակիցները ուղղակի ծանոթանան տվյալների հետ, ծանոթանան այս ամբողջ տեղեկատվության հետ ու հասկանան, որ Ադրբեջանը ինչ ուզել է, մեր այսօրվա կառավարությունը տվել է։ Եվ մի քանի հայտարարություններ ազգային ժողովի նախագահի, այսօրվա սոցապ նախարարի եւ մի քանի պաշտոնյաների մեզ հուշում են, որ իրենք չեն կարողանալու մերժեն իրենց հաղթած նախագահին։ Եվ սա էլ Սյունիքի ճանապարհի, Սահմանադրության փոփոխության, 5 շրջանների, 2 շրջանի, Արցախի պես զիջվելու է։ Դրա պատճառով մենք պետք է մեծ երկրում մեծ փոփոխություն անենք այս մարդկանց, ովքեր պարտություն են կրել եւ զիջել են գրեթե ամեն ինչ, անգամ Սահմանադրության փոփոխությունը պետք է հեռացվեն։ Լսում եմ։ Քանի որ այս թեզը ասում են, որ շրջանառության մեջ է եղել շատ վաղուց եւ դրան պետք չէ ուշադրություն դարձնել, դրանք ադրբեջանական նարատիվներ են։ Փաշինյանը մի անգամ չի, որ հերքել է դրա գործությունը 2025-ի հունվարին կարծեմ ինքը հայտարարել էր իլուր այսպես Ադրբեջանի, որ այստեղ չկան արևմտյան Ադրբեջանին պատկանող տարածքներ ու հավասարության նշաններ դրել արևմտյան Հայաստանի հետ։ Նախ այս հակադրությանը կգնանք անդրադառնանք, ճիշտ է, այսպես այս երկու տարատեսակ պատմության տարբեր փուլերում ստեղծված մեկը փաստահեն, մեկը կեղծ տեղեկությունների իրար համադրել եւ հաջորդը վերջերս էլ Փաշինյանը վստահեցրել է, որ դրանք դուք եք շահարկում քարոզչական նպատակներով եւ ամենևին իրենք պատրաստ չեն այդ խոսույթը այստեղ։ Շնորհակալ եմ այդ խոսքի համար, շնորհակալ եմ։ Այո։ Հայտարարում են, որ կանանցային process-ում որևէ այսպիսի չի քննարկվում, որ դուք ուղղակի ալելի խոսիչն եք այստեղ։ Շատ լավ։ Եկեք ընտրությունից 11 օր հետո։ Ընտրությունից 11 օր հետո։ Օրդուբադ քաղաքում ով է անցկացնում միջոցառում վերադարձ Արևմտյան Ադրբեջան։ Իրենք մինչև այդ էլ խոսում էին Սյունիքի ճանապարհի մասին։ Տվեցին ճանապարհը, թե չէ։ Նա մի քանի անգամ մերժել է, որ ճանապարհ է տալու Սյունիքով։ Ասել է նա, Մեղրիում էլ մարդիկ մոտեցան, ասեցին ճանապարհ տալու ես։ Ասեց ոչ։ Այսինքն դուք մտավախություն եք, որ էլի պատերազմի սպառնալիքով սա էլ։ Պատերազմի սպառնալիքով չէ, ճնշումների։ Տեսեք, խաղաղություն է լինելու։ Մենք տեսնում ենք խաղաղությունը։ Խաղաղությունից հետո կա երկու ձևի խաղաղություն։ Կա թույլ խաղաղություն, որը իրենք են բերում, եւ կա ամուր խաղաղություն, որը Հայաստանը պաշտպանելու է Հայաստանի ազգային հիմնարար, հիմնող ազգի իրավունքները պաշտպանելու է։ Ինչ է թույլ խաղաղությունը։ Թույլ խաղաղությունը դա
թուրքերի եւ ադրբեջանցիների ազդեցության տակ ընկած իշխանության թույլտվությունն է Հայաստան տեղափոխվել օտարածին տարերի խաղաղությունը լինելու է ուղղակի ամուր խաղաղությունը երբ որ Հայաստանում վերջի մեր հայրենիքի վերջի հատվածում որ հայկական է հայեր են ապրելու թույլ խաղաղությունը որ իրենք ճնշելու են իրենց գործիքակազմով ինչպես ճնշել են սահմանադրություն փոխել պատկերացնում եք մեր երկրի ներքին հարցն է սահմանադրությունը ինչպես ճնշել են մեր երկրից տարածքով ճանապարհ տալ ճանապարհ իհարկե դա մեր երկրի տարածքն է մեր երկրի սուվերեն տարածքն է դա ճանապարհ է եւ ոչ այլ ինչ բայց ճանապարհ ենք տվել մենք այդտեղ իրավունքներ ենք տվել այդ ճանապարհով անցնելու նրանից հետո բազմաթիվ անգամներ ասվել է որ չի լինելու այդպիսի բան ասածս գիտեք ինչն է ինչ ասել է տվել է այս մարդը լավ օրդուբադում ընտրությունից 11 օր հետո ինչու են մեծ ֆորում անում ինչու է նախագահի մասշտաբով ամեն հարմար առիթի հայտարարում ինչու է նախագահի օգնականը ով բանակցող կողմ է Հայաստանի հետ խոսում 300,000 ադրբեջանցիների մասին եւ ինչու հմեկը դրա մասին չի ասում մարդկանց Իսկ ինչպես է կանխելու պարոն Կարապետյան 300,000 ադրբեջանցիների բնակեցումը, եթե այդպիսի նպատակ ունի Ադրբեջանը ձեր իշխանությունը։ Օրենքով ընդունվելու է օրենք, որը գործելու է տասնամյակներ։ Հակա Սաֆարովյան օրենք, որով Հակա Սաֆարովյան օրենք, այո։ Իրենք թող գտնեն ով է Սաֆարովը եւ հասկանան թե ինչու է այդ օրենքը հայ հասարակությունը ընդունել։ Հակա Սաֆարովյան օրենքը նախատեսում է Ադրբեջանի քաղաքացին այսօր կա auction կայք որը հիշում եք մենք ասեցինք որ Ադրբեջանի քաղաքացիները նշված են որպես երկիր որի քաղաքացին կարա մասնակցի Հայաստանում աճուրդի ես դա Facebook-ի մեր էջում հրապարակեցի դրանից հետո իրենք ասեցին որ դա շուտ է դրվել իսկ դրանից հետո մի շաբաթ հետո տարածքային կառավարման նախարարը ասեց մենք ունենք նոր կայք e-auctions աճուրդների կայք, որը գործարկել ենք նոր։ Այդ կայքով Ադրբեջանի քաղաքացին իրավունք ունի գնում անի, իհարկե, այս պա ինչ է, խաղաղության պայմանագրից հետո։ Հիմա մեր քայլը ինչ է լինելու։ Ադրբեջանի քաղաքացին իրավունք չի ունենալու հող գնել։ Այսօր էլ քաղաքացիները օտարերկրյա հող կարող են գնել միայն ընկերության միջոցով։ Բացում են ընկերություն 20,000 դրամով գնում են հող։ Իրավունք չի ունենալու ընկերությունների միջոցով էլ հող գնի, բնակարան գնի եւ անգամ նվեր ստանա Հայաստանում գույք։ 1. Երկրորդ Հայաստանում 10 օրից ավել գտնվելու իրավունք չի ունենալու։ 10 օր թող գան գնան, ոչ ավել։ Եվ այս օրենքը գործելու է տասնյակ հարյուրավոր տարիներ։ Հուսով եմ հարյուրավոր, բայց վստահ եմ տասնյակ։ Իսկ եթե այդ ադրբեջանցիները այլ երկրի քաղաքացի են Ընկերությունների, Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի, որտեղ դու գիտեք միլիոնավոր ադրբեջանցիներ կան։ Իրանի հետ կապված ես կարող եմ ասել, որ ձևաչափը մի քիչ այլ է, բայց ընդհանուր այլ երկրի ադրբեջանցիների միջոցով փորձերի հետ կապված մենք վիզավորման մեխանիզմ ենք մտածում, թե ինչպես է այդ վիզավորումը լինելու, որ այն երկրի քաղաքացիները, որոնք այն երկիրը, որ ագրեսիա է կիրառել Հայաստանի դեմ վերջի 8 տարվա ընթացքում 3 անգամ, իրավունք չունենա որևէ տարանցիկ ուղով Հայաստանում հող ձեռք բերի։ Պարոն Կարապետյան, արցախցիների մասին մի քանի կարծիք։ Արցախի ներկայացուցչական շենքն է, չէ՞, Էրևանի։ Ռոման Ելիցյանը հայտարարեց դա ազատելու մասին։ Արդյոք այսպիսի տեղեկություններ կան արձագանքեք եւ մասնավորապես արցախցի զինվորականներից բնակարանները վերցնելու այդ պահանջ արդյոք օրինակ նման զինվորականներ դիմել են ձեզ այդ հարցով եւ ընդհանրապես եթե արցախցիները իրենց այդ 70 ոդով մասնակցեին ընտրությունների դա ինչպես կազմել ընտրության արդյունքների վրա եւ ինչքանով է դա հակաօրինական 21 թվականին մասնակցել են չէ Հայաստան ընտրությունների իսկ ինչու հիմա չեն մասնակցում որտեւ այս իշխանության դեմքը իրենք արդեն տեսել են Լավա որ
մեր մյուս հայրենակիցները այլ տարածաշրջաններում դեռ այնքան չեն տեսել, ինչքան արցախցիներն են տեսել։ Փառք Աստծո, որ տենց չեն տեսել։ Իմ հետևում, այո, Արցախի ներկայացությունն է։ Իսկ գիտեք ինչու է այստեղ, որովհետև սա երկու Հայաստանների ցուցիչ է։ Այս շենքի վրա ամբիցիա ունի Բաքվում գործող Արևմտյան Ադրբեջանի թատրոնը։ Բաքվում կա Արևմտյան Ադրբեջանի Երևանի թատրոն, Երևանի ադրբեջանական թատրոն։ Եվ այս շենքի վրա, այս պահին, ամբիցիա ունի այդ թատրոնը, որը վերակառուցվել է Ադրբեջանում, որի մասնաշենքերից մեկը 4 ամիս առաջ էլի բացվել է, 4 ամիս առաջ էլի, մեր աչքի առաջ է։ Մարդիկ աշխատում են այնտեղ եւ անունը Երևանի ադրբեջանական թատրոն գործող համացանցը բաց է, բոլորը կարող են մտնել նայել, ֆինանսավորումը կատարվում է պետության մշակույթի նախարարության կողմից։ Բացմանը եղել է մշակույթի նախարարը երկրի։ Բաքվում Երևանի ադրբեջանական թատրոն Բաքվում է գործում։ Խորքային տեղեկատվություն դեռ չունենք, մեր թիմը եթե տեղեկատվություն լինի, անպայման կհրապարակենք։ Պարոն Կարապետյան, հիմա ինչ եք կարծում, ինչու դատարանի որոշմամբ Արցախի ներկայացության շենքը անցավ հայկական կողմին, նպատակը որն էր ըստ։ Արցախի ներկայացության շենքը արդեն հայկական կողմինն է վերջի 100 տարվա ընթացքում կամ երբ որ կառուցել է, բայց ասեմ Ադրբեջանը ցանկություն ունի մշակութային հիմնավորումներ անել Հայաստանում։ Ինչու է Ալիևը այդ հայտարարությունը հայտնի արել գիտնականների մոտ։ Ձեզ մոտ կարծիքը ի՞նչն է, ինչու գիտնականների մոտ։ Ինչու չի արել օրինակ այլ մասնագետ, ինժեներների մոտ ինչու չի արել։ Որովհետև ասել է հիմք ստեղծեք, որ մենք ունենանք հավակնություն։ Դուք պետք է ստեղծեք հիմք, իր խոսքի մեջ կա։ Բառացի կարող է հենց այս ձևաչափով չեք, մենք կհրապարակենք, բայց թեզը հենց այդպես է հնչում։ Գիտնականները պետք է առաջամարտիկը լինեն, որպեսզի հիմք ստեղծեն։ Մյուս բանը, լավ, այս շենքը արցախցիների, Հայաստանում ապրող արցախցիների համար հայրենիքի կտոր է։ Այս շենքի վրա ամբիցիա ունի Ադրբեջանը որպես Երևանի ադրբեջանական թատրոն։ Մենք երկու իրականության մեջ ենք ապրում։ Երբ արցախցիներից ում հայրենիքի վերջի կտորն է, փորձում են սա վերցնել եւ նույն ժամանակ բացվում է, ֆինանսավորվում է Երևանի ադրբեջանական թատրոնը։ Մի դիտարկում ձեր ցուցակում եւ ընդդիմության դաշտում ներկայացող ուժերի ցուցակներում չկան Լեռնային Ղարաբաղի եւ Արցախի քաղաքական գործիչներ։ Նախ մասով կուզեի ձեր արձագանքը, բարեկային մասին չխոսենք, ես խոսում եմ կոնկրետ քաղաքական գործիչների մասին։ Եվ այսպիսի կարծիք կա, որ վախ է եղել այդ ակտով։ Երկրորդ հարցս տիրապետում եք թվերի մոտավորապես մեր արցախցիներից քանիսին են արհեստականորեն ձգձգել եւ չեն գրանցել, որպեսզի դրանք չվերածեն քվեարկության արդյունքների, որոնք դες են աջակցում կամ ընդդիմադիր մեկ այլ ուժի։ Եվ երրորդը դիտարկում եւ հարց։ Ես ձեզ հիշեցնեմ եւ նոր էին եկել իշխանության 18 թվականից հետո Փաշինյանի թիմով, նրա կինը հենց համակեցության քարոզչության մեջ մտավ եւ հիշում եք Ադրբեջանից իբր մշակութային գործիչներ նաեւ Հայաստանի կողմից, այսպես եւ մայրեր սկսեցին զենքը ծաղիկի վերածելու, չգիտեմ ինչերի վերածելու քարոզչություն եւ այդ ժամանակ էլ որ համով ոչինչի արտահայտությունը հնչեց։ Ես ուզում եմ եւ մի հարց, եթե հիշում եք, նաեւ Ռուսաստանում կազմակերպվեց, եթե չեմ սխալվում, հենց Ռուսաստանի միջամտությամբ կազմակերպեց մշակութային եւ հանրային գործիչների հանդիպում Ադրբեջանի եւ հայերի միջեւ։
Ձեզ հայտնի է այս հանդիպման հանձնարարությունները, ձեզ հայտնի է դրանից հետո այդ հանդիպումները այլևս երկկողմ են եղել, բայց այդ ժամանակ Արմեն Մուրադյանն էր նաև այդ հանդիպմանը մասնակցում, Ռուբեն Բաբայանը, որը ողջ կյանքը եղել է հակառուսական եւ միգուցե նաև հակահայկական։ Այս մարդկանց հանդիպումներին ինչ նպատակով են եղել այս հանդիպումները, ինչ պլան է դրվել, ինչու դրանք չեն իրագործվել կամ իրագործվել են մասնակի։ Ուզում եմ մի քիչ մենք անընդհատ ներկայի մասին ենք խոսում, բայց մենք մոռանում ենք 18-ից հետո իրենք շատ հետաքրքիր ռազմավարությամբ այս ամբողջ քաղաքականությունը իրականացրել են։ Եթե մինչև պատերազմը համերաշխության մասին մենք լավ աշխատանք տանեինք այն կողմի հետ, հնարավոր է ընդունելի լիներ։ Այս պայդրությամբ, ասում եմ, խաղաղությունը անխուսափելի է։ Ուղղակի մենք կլինենք հարևաններ, բայց չենք լինի ընկերներ։ Մենք կլինենք նորմալ հարևաններ իրար հետ, բայց չենք լինի ընկերներ։ Եվ չենք ուզում լինել ընկերներ, որովհետև, այո, որովհետև մենք ունենք անցյալ, մենք էլ իրենց լավ գիտենք։ Միակ բանը, որ մեր անցյալից մեզ մնացել է, դա դասերն է։ Ոչ մի բան մեր մեծ երկրից ոչ մի բան չի մնացել, մնացել է 10%-ը ու դասերը, որոնք չենք խաղում։ Մի բան են մեծերը մեզ սովորացրել։ Մի բան է մեր պատմությունը մեզ սովորացրել։ Եվ այդ մի դասը փոքրիկ ինչ որ խումբ, ով ինչ նորարարական մտքերի գերհրաշալի գաղափարներ ուներ միշտ, ում բոլոր նորարարական մտքերը կոլապսի բերեցին, ստեղծում են նոր նորարարական մտքեր։ Այն դեպքում, երբ հայ ժողովուրդը արդեն պատասխանել է հարցին, որ Շամին բարեկամ չի դառնում։ Անունը տուր, բայց մյուս հարցը արցախցիների հետ կապված, անձնագրի հետ կապված, նախ տեխնացության հետ կապված անձնագրային խոչընդոտ կա։ Երկրորդ հարցը թվերի Արցախի մեր հայրենակիցները դատարանով արդեն հաղթել են դատը, որ իրավունք ունեն ընտրության մասնակցեն։ Այդ իսկ պատճառով ինչո՞։ Ուժմեշի մտել բողոքարկել են վերականգնի դատարան եւ ստացվել։ Պետք է Այսինքն ըստ այժմ վճիռը, այսինքն եթե դիմում են դատարան, բոլորը եթե դիմում են դատարան, մինչև 7-ը հասցնում են դիմում են դատարան, դատարանից թույլտվության հնարավորություն կա իրավաբանների կարծիքով։ Հնարավորություն չէ, դատարանը պետք է թույլ տա։ Դատարանը հաստատել է, բայց նգնան բողոքարկել են, որ իրավունք բողոքարկում են հանկարծ չտալ Հայաստանի ներքին գործերի նախարարությունը Այսինքն դուք չունեք վետո քաղաքական գործիչների մասով, որ արցախցիներին ներգրավեի քաղաքական մենք տարբերությունը չենք, տենց տարբերություն չենք էլ զգում, ճիշտը որ ասեմ, այսինքն տարբերություն չկա, կան մեր գործիչները, ով փորձ ունի ու եթե անձնագրային խոչընդոտ չլիներ, սիրով։ Իսկ թիմային աշխատանքում ներգրաված է նրան։ Իհարկե, բոլորը։ Պարոն Կարապետյան, նախ ինձ համար անակնկալ է շրջառողություն այս թեմայով ասուլիս հրավերելու առիթ, մի փոքր ուշ ասել եք բարձրաբանեք, ինչ հրատապություն կար այս թեմայով հիմա եւ Նիկոլ Փաշինյանը ձեզ սպառնացել է հենց այս թեմայով, այսինքն լրտեսության մեղադրանքով դատի տալ եւ դեր Սամվել Կարապետյանի, որ պետք է լինի որպես լրտես նստի, նա ինչ-որ պրոցես կա, թե չէ սրա մասով ինչ է։ Ինքը իր դեմ դատական պրոցես կսկսվի ու մենք մեր երկրի 4 երկրի լրտեսներին, մեր երկրում գործող, պետքա գտնենք ու ես իրապես համաձայն եմ, որ լրտեսություն անող գործակալները պետք է համաձայնենք բոլոր տեսակի, անգամ եվրոպական կոնվենցիաներից դուրս ենթարկվեն պատասխանատվության։ Ժամանակը կգա, մենք հայտարարել ենք, որ պետական դավաճանության մասին լինելու է բաց դատ, լինելու է թափանցիկ դատ, որտեղ պաշտպանվողներն էլ եւ տուժողներն էլ ունենալու են բոլոր իրավունքները հավասար եւ մեր ժողովուրդը կիմանա։ Մեր ժողովուրդը կիմանա։
Մեկ էլ երեք ցնցական կոռուպցիոն են դարձել հաղորդագրություն տարածեց Քիմակից Ալիկ Ալեքսանյանի տարածած տեսանյութեր կապված, որ կառավարության նախաձեռնվել հետաքրքիր է այս մասը։ Իսկ հակակոռուպցիոն ինչ կապ ուներ այդ վարույթը։ Այն տեսանյութը ասում գիտեք, որ մի զինվորականի խոսեց։ Զինվորականը ասում է դիրքերից մեզ հանել են։ Դիրքերից զինվորականն է, մեզ մոտեցել է զինվորական եւ ասել է, որ մեր դիրքում էլ մարդ չկա։ Ասել է մի քանի անգամ ճշտում ենք արել։ Իր գործընկերների հետ ենք ճշտում արել։ Հնարավոր է մարդուն ճշտման տակ ինչ որ բան են կորզել։ Բայց մարդը մոտ մի 5 անգամ մեզ ասել է, որ մենք դուրս ենք եկել, դիրքում էլ մարդ չկա։ Մեր դիրքը էլ հայկական զորքի կողմից չի կառավարվում։ Դա ամեն դեպքում մարդը զինվորական ծառայության մեջ է, հնարավոր է ինչ որ ազդեցությունների տակ ինչ որ բան է ասել, մենք այդտեղ որպես լրատվամիջոցներն էլ լուսաբանել են եւ կարծում եմ այդպիսի հատկանշական բաներ պետքա լուսաբանվի, որ Վարդենիսի իրենց առաջխաղացումների օրը չընկնենք։ Պետք է լուսաբանենք, պարոն Մակարյան, որովհետեւ ինչը չենք լուսաբանում, հետո մի օր զարթնում ենք, տեսնում ենք օրինակ մի քանի 100 մետր առաջ եկած դիրքեր, օրինակ Վարդենիսում, որի մասին մեր գոլեգաները ընդդիմության կարծում եմ պարոն Թաթյանը հայտարարել է։ Նկատում եմ Ալիկ Ալեքսանյանի մասով ինչ-որ գործընթաց կա, օրինակ նա ներգրաված է, թե միայն այդ Կարծում եմ չէ, բայց դա որևէ խոչընդոտ չի, ինչքան այդպիսի տվյալներ լինեն, մենք հրապարակային ասել ենք։ Վերաբերյալ քրեական վարույթը ենթադրյալ Ռուսաստանի քաղաքացիություն ունենալու վերաբերյալ ինչ-որ կարգավիճակ ունեք, հրավիրվեցի։ Չենք հրավիրվել, չեմ հրավիրվել։ Վարույթի մասին մենակ մամուլից եմ տեղեկացել, չեմ հրավիրվել, այդպիսի է, դա անլրջություն է։ Երևի, անլրջություն։ Իրենք պետք է հասկանան, որ եթե մի բան լինի, մենք ասենք կա, եթե մի բան չկա, ասում ենք չկա։ Որևէ կաշկանդվածություն չունենք առավել եւս մեր հասարակությունից։ Այս թեմաների արդեն այլ հարցերի եք պատասխան ՀՏՄ-ում 3 հայտարարություն տարածվեց Հայաստանի վերաբերող եւ կարծեք ժամանակ տրվեց Հայաստանի իշխանություններին մինչեւ դեկտեմբերին ասացին նորով կանդրադառնան Հայաստանի թեմային։ Նախ այս իրավիճակը ինչպես եք դուք բնութագրում, ինչ գնահատական ունեք այս պահին Հայաստան Հանրապետության առջևը, կարելի ասել նաեւ փակուղու առջևը։ Զելենսկի այցից հետո շատ տրամաբանական էր, որ կլիներ հակազդեցություն։ Վերջի 8 տարիների ընթացքում այս իշխանությունը որևէ գործընկերային առևտրային հարաբերություն չի զարգացրել։ Մի օրինակով մեր ամենալավ դաշնակից երկրներից մեկը Ֆրանսիան է, չէ՞։ Հայաստանից Ֆրանսիա արտանումը Փաշինյանի կառավարման ժամանակ 20% ընկել է։ Ինքը չեն աշխատում մարդիկ, ռեալ դուք կարող եք տեսնել, մարդիկ չեն աշխատում, լավ ռիլեր են անում, պատմում են ինչ որ բախտի բերման հաջողությունների մասին պատմում են բյուջեից ոնց են փող ծախսել, դա հերոսություն չի բյուջեից փող ծախսելը, բայց չեն աշխատում, որ գոնե 20% աճ լիներ 8 տարվա ընթացքում Ֆրանսիա արտանումը։ Երբ որ դու չունես այլ գործընկեր, մեր ասած ի՞նչ է, դու չունես ուրիշ գործընկեր, դու ոնց ես հարաբերություն ռիսկի տակ դնում, քո ժողովրդին հարվածի տակ դնում։ Այն դեպքում, երբ նախարարը դուրս է գալիս, ասում է լոլիկի համար մենք քաղաքական Դու ասա էկոնոմիկայի նախարար ես, դու պետքա քո պարտքնա գյուղացու մասին մտածես, դու նաև գյուղատնտեսության նախարար ես, նաև մի քանի ուրիշ նախարար ես, քո պարտքը կատարի, թող արտաքին գործերը զբաղվի արտաքին գործերի նախարարությամբ, առաջնահերթությամբ, եթե զբաղվում է։ Եվ մյուս հարցը կարևոր էկոնոմիկայի մասին։ Արևմտյան Ադրբեջանի իրենց կոնցեպցիայի մեջ մի հատ Եվս մեկ տնտեսական վտանգավոր իրողություն կա, որի մասին մեր մամուլը չի նշել։ Ուրեմն ցեղասպանության օրը կամ 24-ին կամ 1 օր հետո Ադրբեջանի տնտեսագիտական համալսարանում բացվել է իրենց կարծիքով արևմտյան Ադրբեջանի տնտեսության ամբիոն, որը ուսումնասիրելու է հանքային պաշարները։
Սա ինչ նշաններ է։ Մարդը ասում է լոլիկով ես պետքա չզբաղվեմ կամ լոլիկի առաջնահերթություն վաղը կոնյակն ասելու, մյուս օրը ծիրանն ասելու, բա դու ինչով պետքա զբաղվես, չեմ հասկանում։ Դու ռիլ պետքա մենակ հանես մեր բյուջեից, մեր վճարած հարկերից ինչ ես անում։ Իրենք լուրջ գործով այսքան ժամանակ ես ռեալ չեմ տեսել որ զբաղվում։ Լսում եմ, յար։ Ադրբեջանը ռուսական կողմը որ ասում է գազը կթանկացնեն, կստել իշխանությունը Փաշինյան ասում ենք արդեն պլետի։ Ինչ են միլիարդներ են գալու։ Հիմա ենթադրենք կոնկրետ մեկ շաբաթից գազի շահարկինը բարձրացավ։ Այդ միլիարդները կարանալու են։ Ինչ միլիարդ։ Ահա քրիպն անինելու չէ արդեն գազը գալու, սարյա գալու, գազամուղի։ Լսեք, գազամուղի կառուցումը Էդի տասնամյակի գործ է։ Ես ուզում եմ հասնեմ, այդ միլիարդները գալու են կարողանալ այդ մի տեսեք։ Թրիփի շրջանակներում ամբողջ շահույթը անցնում է ամերիկյան ընկերությանը 70 քանի տոկոսը։ 4 իմիշելով։ 20% 72% անցնում է, տեսեք, ամբողջ շահույթը անցնում է ամերիկյան կողմին ընկերությանը։ Հետ գնումից հետո նոր հայկական կողմը 28% իմիշելով ունենում է շահույթ։ 72 չի ունենում։ 2 Մենք պետքա 10 տարի սպասենք գազամուղը անցնի, մի 5 տարի սպասենք հետ գնի, որ հետո դրա 28%-ը մեզ գա, թե վաղվանից մեր թոշակառուն սկսի 2 անգամ շատ գազի գինը վճարել։ Քեզ կարում բանակցես մեկի հետ, այս նույնը արել է Ադրբեջանի հետ բանակցության ժամանակ։ Սենց գորոզ շփվելա, միջնորդների ներկայությամբ սենց է իրան պահել, բանակցությունը Ադրբեջանը հիմք է ունեցել միջնորդներին ցույց տա, որ բանակցային կողմը չի աշխատում, բանակցային չի ուզում, չի գնում աշխատանքի, համակցության, համագործակցության ու բերել է ագրեսիայի։ Նույն ձևաչափով գորոզ ինքնավստահ ձևաչափով աշխատել է այնտեղ։ Ու հիմա էլ ինքնավստահ եւ գորոզ ձևաչափով աշխատում է մեր միակ գրեթե միակ տնտեսական գործընկերոջ հետ։ Պարոն Կարապետյան եւ Հայաստանում նախընտրական իրականության վերաբերյալ նաև դեպքի անդրադարձավ թիրախավորումն խոսամետ։ Դուք այս շարունակական քննարկումների ինչ կլինեք արձագանքում, հատկապես միգրանտային կամով։ Տեսեք, մենք դրական հարաբերություններ ենք ունենալու մեր բոլոր դաշնակիցների հետ, ով ինչ ուզում է ասի, ով ինչ անուն ուզում է դնի, մենք դրական հարաբերություն ենք ունենալու մեր դաշնակիցների հետ։ Որովհետև մեր դաշնակիցների հետ ենք առևտուր անում, մեր դաշնակիցներն են մեր գյուղացիների ապրանքը առնում։ Թե ով կտխրի, ով չի տխրի, դա իրենց հարցն է, բայց միևնույն ժամանակ սփյուռք ունեցող Հայաստանը գերազանց հարաբերություններ ունենալու Ֆրանսիայի Հանրապետության հետ, որովհետև այդ մեծ սփյուռք ունենք այնտեղ, ու ես վստահեցնում եմ մեր առևտրաշրջանառությունը աճելու է այնտեղ։ Գերազանց հարաբերությունները ունենալու եւ չի կարած ունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, եւ ես վստահ եմ վերջապես ունենալու ենք առևտրային հարաբերություններ այդ երկրի հետ, նորմալ։ Արտահանում ենք ունենալու առևտրային հարաբերությունները, երբ ասում ենք, խոսքս չի գնում այնտեղից բան առնելու, խոսքս գնում է այստեղից բան արտահանելու մասին։ Մենք պետք է հարաբերություն ունենանք, որ այստեղից Ֆրանսիա մի բան արտանենք, ինչը շատ դժվար է, որովհետև այդ երկիրը զարգացած արդյունաբերություն ունի։ Դժվար է։ Մենք պետք է, բայց հնարավոր։ Հումքային առումով հնարավորության բազաներ կան։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ավելի հեշտ է, որովհետև մեծ ներկրող է։ Պարոն Կարապետյան, եւ մեկ հարց է կապված վերջին ձեր հայտարարության հետ, երբ հայտարարեցիք, որ հաջորդ իշխանությունների օրոք Հայաստանի զենքը ծրի են տալու կամ նվեր են ստանալու, այս հայտարարությունը բավականին քննադատությունների ենթարկվեց, իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ այդ որ երկրից եք ծրի զենք բերելու կամ էժան գնող Ռուսաստանից, այն երկրից, որ Հայաստանը դիմակ վճարեց զենք ձեռք բերելու համար, բայց մատակարարում չեղավ, եւ նաեւ ասում են, եթե նման հնարավորություն կա, ինչու այդ ծրի զենքը չէր բերվել նախորդ իշխանությունների ժամանակ եւ ձեր հայրը աշխատակազմի ղեկավար։ Պատասխանեմ։ Երկրի առաջնորդը լինելով Սամվել Կարապետյանը, մենք տեսնում ենք, որ մենք կունենանք շատ էժան ռազմական գնումներ մի պատճառով, որ մոտ է հյուսիսային պատերազմի ավարտը։
մոտավորապես 12 ամսվա ընթացքում ավարտվելու է Հյուսիսում երկու երկրների միջև պատերազմը, որից հետո ամբողջ ռազմական արդյունաբերությունը այդ երկրների ունենալու է արտադրանք, բայց չի ունենալու պահանջարկ։ Այդ ժամանակ որպես արդյունաբերության մարդ եմ ասում, իրենք պատրաստ են լինելու անգամներով էժան վաճառեն ռազմական մթերքը, քանի որ մեծ արտադրանք ունեն եւ փառք Աստծո պատերազմի կանգնելու պարագայում չեն կարողանալու այդ ռազմամթերքը իրացնել։ Եվ մենք հայտնվելու ենք մեր պես երկիր, որը էժան գներով գնելու է։ Իսկ որոշ դեպքերում դաշնակցային հիմքերը ամրապնդելու, եթե ցանկություն պետք է մի երկիր ունենա, որովհետև մեր երկրի հասարակության մեջ հարցեր կան մեր դասական դաշնակիցների հանդեպ։ Մենք ստանալու ենք անվճար, իրենք չեն կարող ստանալ անվճար։ Իրենք անգամ գումար են ուղարկում, ճիշտ են ասում։ Իրենք անգամ գումար են ուղարկում, չեն կարող զենքը ստանան։ Այն լիֆտը կանչելու պատմությունն է, որ լիֆտը կանչում ես չի գալիս։ Իրանք լիֆտն են կանչում, չի գալիս։ Լավ չի։ Այո, ասեմ, կանչողից է։ Ինչ եք անելու, որ դա ինչ եք անելու սա։ Ինչ մեխանիզմ եք կիրառելու, որ դա կներեք հեսա ինչ մեխանիզմ եք կիրառելու, որ Ռուսաստանը մենք ունենալով մենք ունենք տեսլական հարաբերությունների կարգավորման, տեսլականը փոխվստահությունն է, բաց խաղալու քաղաքականությունը։ Հայաստանը իրավունք չունի վատ հարաբերություններ ունենա իր սփյուռքի հիմնական 3 երկրների հետ, որտեղ իր սփյուռքը ապրում է, եւ 4 կարելի ասել։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Ռուսաստան եւ Իրան։ Մենք բաց աշխատելու ենք, բայց մենք տեսնում ենք, որ մենք ունենալու ենք վստահությունը, որ մենք հակա իրենց երկրի քայլ չենք անելու, որ այստեղ որևէ երկրի լրտես նստած չէ, կասկած կա այդ մարդկանց մեջ։ Սա տպված է Ադրբեջանի ուղղակի ասած է դուք կոնցեպցիան ճտարդու լեզուներով տպել եք։ Ոչ, սա ադրբեջանական կոնցեպցիան է, որը իրենց կայքերում կա, այս պահին իրենց կայքի հղումը կարող եք վերջի էջում տեսնել։ Այդ կայքի հղումից մեր մասնագետները, ադրբեջանագետները տպել են հենց նույնը, ինչ կայքում կա, եւ ներկայացնում ենք ձեզ։ Պետք է այս համայնքը այնպես անի, որ Հայաստանը ստանցնի պարտավորություն քաղաքացիական պայմանագրի երաների այս հարցը։ Մենք արդեն գիտենք նախաստրատեգիա։ Այո։ Եվ այստեղ նույնպես վերադառնամ այն մեղադրանքին, որ ձեզ ավողում, որ դուք Ալիևի դոսիկն եք դրել։ Այսինքն գուցե իշխանությունը այս հարցը փակել է, որովհետև քաղաքացիական նախաստրատեգիա տեքստը չի տեսնում։ Իսկ ում հետ ճիշտ Ալիևի ներքին լսարանի համար է, այս ֆորումները, տեքստերը, այս կոնսպեկտ 30 տարի ներքին լսարանի համար է խոսում Արցախի հարցումով։ Հա, այո, 30 տարի։ Պատասխանը սենց էս հարցն է։ 30 տարի ներքին լսարանի համար մենք միշտ խոսում ենք, ասում ենք ներքին լսարանի համար է ասում, որ Արցախը հետ ենք բերելու, իրենք իբր հետ են բերելու, գրավելու է Ղարաբաղը։ Ներքին լսարանի համար թե արեց գործը։ Ներքին լսարանի համար ասում էին Սյունիքի ճանապարհի մասին է խոսում։ Ասում են պատկերացիք 70 օր առաջ այդ մարդը բարձրացել է եւ ասել է հիմքեր պատրաստեք իր գիտնականներին։ Չի գնացել ինչ որ այլ քաղաքական հանդիպում չի եղել։ Երկը նախագահ հանդիպել է գիտնականների հետ։ Կոնցեպցիայի մեջ մի շարք այլ հետաքրքիր բաներ կա, որը դուք կտեսնեք, որ նա այնտեղ ասում է, որ այլ ընտրանքային ուղիներ են փնտրելու, եթե այս տարբերակը չեղավ այնպես, ՄԱԿ-ը պետք է ստանձնի պարտավորություն, եթե չեղավ այդ տարբերակը, խնդրում եմ որ նայեք կտեսնեք։ Այսինքն իրենք 2-3 սցենարներ քննարկել են եւ հիմնականում ՄԱԿ-ի ձևաչափով, ինչու գնացին Բրյուսելով արեցին։ Պրոցեսները քննարկում են, աշխատանքը գնում։ Մեզ պետք է մեկը շուտ տեղեկացներ, որ Ղարաբաղյան process-ում այս մարդիկ գնում են սրացման։ Իհարկե Հայաստանի հասարակության մեծ մասը գիտի։ Մենք պետք է չխոսեինք, ասենք ներքին լսարանի համար է ասում։ Հիմա էլ ենք զգուշացնում, էսի ներքին լսարանի համար չի,
Մեղրից 10 կիլոմետր վրա ֆորում անել միջազգային վերադարձի մասին, ոչ թե համայնքի ընդհանուր։ Ներքին լսարանի համար չի։ Բրյուսելում ֆորում անելը ներքին լսարանի համար չի։ Այս մարդիկ աչք ունեն այս հողի վրա։ Մի ոտ շուտ, եթե մենք տեղեկացնեինք մեր նախորդ մարտահրավերների մասին, մեր խոսքերից մեկում իմ հիշելով մեր կուսակցական շարժման առաջի հանրագումարի խոսքում մենք ասեցինք, որ հայ ժողովրդի ամենամեծ խնդիրը արխային ընկնելն է։ Ամենամեծ խնդիրը Արցախյան հաղթանակից հետո էլ արխային ընկանք։ Հիմա էլ կարծում ենք, թե թույլ խաղաղություն ստորագրելով արխային ենք ընկնելու, ամեն ինչ ավարտվելու է։ Փաշինյանի ամբողջ քարոզչական process-ը մի բանի մասին արխային ընկեք։ Ֆեստիվալներում։ Այո, խաղաղությունը դա նշանակում է արխային։ Ուժեղ խաղաղությունը, ամուր խաղաղությունը։ Դա խաղաղություն է, որտեղ մենք արխային չենք, ընդունում ենք հակասաֆարովյան օրենք, պահում ենք այդ օրենքը, ու Հայաստանը պահում ենք հայկական եւ նաեւ տնտեսապես նենց քայլեր ենք անում, որ ժողովուրդը իրանք չգան, մերոնք էլ չգնան Հայաստանից։ Արխային չի կարելի ընկնել, ամեն օր խոսում են։ Ընտրությունից 11 օր հետո են ֆորում դրել։ Բացում են Բաքվի պետական տնտեսագիտական համալսարանում ամբիոնա մարդ բացում, որ ուսումնասիրի մեր հանքերը, էլ ինչ ասեմ, իրա օգնականը դուրս է գալ հայտարարում 300,000 ադրբեջանցու մասին մի 10 օր առաջ, ինչ ասեմ, որ արխային չընկնենք ժողովուրդ։ Հեռանկարների հետ կապված կենտրոնական քարտեզի մասին ուշագիր նախաստորագրվեց, հնարավոր է, որ հեռանկարում հաշվի առնել, որ այս process-ի շրջանակում է ուշագիրը ստորագրվում, տրիպին զուգահեռ է ստորագրվում, հանքերի, միներալների հատուկ նյութերի օգտագործման, արտահանման այդ ուշագիրը, հնարավոր է հեռանկարում հազվագյուտ մետաղների հետ կապված այդ համաձայնագիրը զուգահեռ է, այս կապ չունի, այս process-ի հետ կարծում եմ, Ամերիկայի Միացյալ Նահանգների ուղղակի դասական նա շրջանակային համաձայնագիր ունի այդպես շատ երկրների հետ։ Ուղղակի տեղ է թողում, որ իրավունք ունենա նա է։ Բայց Հայաստանում ես մոտավորապես պատկերացնում եմ եւ ճանաչում եմ հանքային բազան մեր երկրի, չեմ կարող ասել 100%-ով, բայց 80%-ով պատկերացնում եմ։ Եվ Հայաստանում այս պահին չկան շատ հազվագյուտ մետաղների հանքեր։ Ուղղակի դա իրենց շրջանակային պայմանագիր է, որ բոլոր երկրների հետ ում հետ ստացվում է, կնքում են որպես հետագա ապագայում զարգացման համար իրենց երկրի հումքային բազայի տեղ են թողում։ Դա այդ իրենց, այո, որովհետև ամբողջ շուկան, շատ ճիշտ բան ասեցիք, ամբողջ արտադրանքը կենտրոնացված է չինական արտադրողների վրա, Չինաստանը մոնոպոլիզացրել է։ Եվ դրա համար նրանք ճանապարհներ են փնտրում։ Իսկ դա ինչ է նշանակում, որ զբաղվում են տնտեսությամբ, աշխարհի ամենահարուստ երկիրն է։ Խնդիրը դրա կարողա չունենա, արխային չեն գնում, զբաղվում է տնտեսությամբ։ Անբարոյական 300,000 հայերի վերադարձի այս հարցանը ադրբեջանցիներին վերադարձի օրակարգը եւ նաեւ ձեզ են հենց ընդդիմությանն են անվանում պատերազմի եռագլուխ կուսակցություն, ինչը կարծում ինչու գուցե նաեւ այս կուսակցությունները տեսեք, մինչև իրենց իշխանության գալը զոհերի քանակը մի տարվա հաշվարկով եթե բաժանենք ու իրենց իշխանությունից հետո ամբողջ 8 տարվա ընթացքում բաժանենք մի տարվա եւ մինչև մոտապես իրենք բերել են երկրորդ համաշխարհից հետո հայ ազգին ամենաշատ զոհերը պատերազմական զոհերը իրենք բերել են ամենաշատ գիտեք հայ ժողովրդի համար ստրեսային իրավիճակները 21-րդ դարում իրենց քաղաքականության արդյունքում է, տարխային գոռոզության արդյունքում։ Ինչ վերաբերվում է բարոյականության մասին, կարծում եմ բարոյական չէ Հայաստանի ղեկավարության այսօրվա ղեկավարության վարվելակերպի նշանակալի մասը, որի մասին մեր հասարակության մեծ մասը արդեն արտահայտվել է։ Բարոյական չէ ժողովրդից սուտ պահել, թե ինչ process-ներ են կատարվում, իրենց մեջքի հետևում
Հմեկը մի անգամ սրա մասին չի խոսացել։ Բարոյական չէ դա, որ առավոտ մարդը զարթնի իմանա, որ իր երկրի սահմանադրությունն է փոխվում։ Ու ոչ թե իր երկրի հասարակության պահանջով, ով իրավունք կրողն է այս երկրի, այլ հարևան երկրի նախագահի։ Շնորհակալություն եմ հայտնում։ Լսում։ Սա նաև քաղաքացիների մտահոգությունն եմ ես փոխանցում։ Հարցնում են դիցուք դուք ընտրվել եք, ձեր ուժը ընտրվել է, կամ ընդդիմությունը միասնականորեն հնարավորությունը վերցրել է, բայց կա ինագուրացիային հասնելու շրջանը, իսկ այդ շրջանում իշխանությունը դեռևս ենթարկում է այն մարդուն, որ իշխանության ղեկին է։ Մանավանդ մեր պարագայում մենք չգիտենք մեր ոստիկանությունը ԱԾ-ն ինչպես կդրսևորեն իրենց։ Այս ընթացքի համար դուք արդեն թիմային աշխատանք, պլաններ եւ անձամբ դուք առաջնորդելու եք այս process-ները, մինչեւ որ կգա համացանություն։ Նաև ամբողջ ռիսկերը հաշվառելով եւ հակառակը։ Եթե դուք չեք ընտրվում եւ այդուհանդերձ ադրբեջանցիները ավելի ուժգին այս վերադարձի, իբր վերադարձի քաղաքականությունը սկսում են իրագործել լքերով։ Դուք որպես ընդդիմադիր եւ քաղաքական գործիչ շարունակելու եք առաջնորդել եւ դիմադրել եւ ինչպես եք պատկերացնում այդ դիմադրությունը, որով կխանգարեք կամ կկանխեք ադրբեջանցիների քաղաքականության իրագործումը վերադարձի քաղաքականության։ Վերջի հարցին պատասխանեմ։ Մենք ամեն ինչ պետք է անենք, մեր հասարակությունը ամեն ինչ պետք է անի, որ այս փոփոխությունը լինի ու այս Հայաստանում իշխանությունը փոփոխվի դրա արդյունքում կանգնեցնելով այս process-ը։ Դրա արդյունքում մենք կարողանանք կանգնեցնել այս process-ը ամենաէֆեկտիվ ձևով։ Դրա համար պայքար։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համաձայնագրի շրջանակներում ադրբեջանցիներին թույլ էր տրվել զենք գնել Ամերիկայից, իսկ հայերին գիտեք նույն կետով ինչ էր թույլ տրվել։ Ոստիկանական աջակցություն։ Հայաստանի Հանրապետությունը Ամերիկայից ստացել է ոստիկաններին աջակցություն, ադրբեջանցիները ստացել են զենք գնելու իրավունք բանակի։ Դուք պատկերացրեք իրենց բանակցային հմտությունների գագաթնակետերը նայեք։ Ստրատեգիական հարցերը լուծելով դիցը նաև դրա համագործակցի երկրների հետ կապված եւ այստեղ էլ կարող է լինել բանակցային դիրքավորում։ Մենք մեր հասարակության լեգիտիմ իրավունքների պաշտպանությունը ամբողջությամբ ստանձնելու ենք։ Հաղթանակից հետո որևէ մեկը ոչ լեգիտիմ յուրաքանչյուր քայլ Հայաստանում ստանալու է հասարակության հեշտակի պատասխանը։ Քաոս չլինելու, լինելու է լեգիտիմ անցում։ Եթե լեգիտիմությունը կորցրած իշխանությունը փորձի ինչ-որ բան անի, նա ստանալու է հաջորդի պատասխանը Երևանյան փողոցը միշտ իր խոսքը սիրուն ասել է։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։